Արձագանքելով Տիկին Կարապետյանի խոսացածին այդ զրոյական կետի հետ կապված նախ ինքը Նիկոլ Փաշինյանը չի շղթել դա, բայց ես այստեղ չեմ ուզում ֆիքսվենք բառի վրա, հիմա զրոյական կետ կլինի, սեփական կետ կլինի, ինչ կետ ուզում ալնի։ Մի բան մնում է փաստ, որ ձեր իշխանության ժամանակ մենք ունեցել ենք այս ամբողջ ողբերգությունը, դավաճանությունը, հազարավոր զոհերը, կորսված այդքան տարածքները, այդքան կյանքեր, ճակատագրեր հասկանում եք, սա փաստ է։ Սա փաստ է։ Դուք եկել եք եւ տապալել եք այն գործընթացը իր հաջողություններով, անհաջողություններով հանդերձ։ Ոչ մեկ այստեղ չի ասում ամեն ինչ կատարյալ էր, բայց կար մերներ ու կարող է շարունակվել նույնձև մինչև որ կհասնենք մեր համար ցանկալի կամ գոնե ոչ այսքան ողբերգական արդյունքին, իսկ դա շատ լավ հնարավոր էր։ Հիմա երբ որ խոսում ենք մանիպուլյացիաներից, շատ sense տարօրինակ անջում, երբ որ իշխանական падգամավորները իշխանությունից անընդհատ մանիպուլյացիա բառն ասում։ Հասկանում եք, սրա մեջ ձեզ ուղղակի ոչ մեկ ինձ թվում է միջազգային ոչ միայն Հայաստանում, այդպես չեմպիոն եք, որովհետև այն մանիպուլյացիաների քանակը, այն այդպես կեղծ երկընտրանքները նույն այս թեմայով, այդ եթե սա չանենք պիտի պատերազմ լինի, ու նաև այս ամբողջ ողբերգությունը, որ բերվել է, սա ինչ որ ձև պատճառաբանելու, մեղքերը ցրելու համար մեղավոր են բոլորը, չգիտեմ, ռուսները, նախկինները էս են։ Հիմա այս մանիպուլյացիաներից ու ստի մի հատ լավ օրինակ հենց եղավ այս ընթացքում, երբ որ արձագանքի ժամանակ Արարատ Միրզոյանը ասում է դուք Ստամբուլի գագաթնաժողովում ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հասկանում եք, լավ, սրա մասին Նիկոլ Փաշինյանն էր խոսել, կարծեմ 21 թվին, հետո Ալեն Սիմոնյանն ա կրկնել։ Այս կա, չէ՞, փաստաթուղթը կա։ Նայել եք, հետո հրապարակել ենք, մենք էլ ենք սրա մասին խոսել։ Վերջի վերջո շատ բարձ գրված է այս փաստաթղթում, այն ինչ կա, երբ որ խոսք է գնում ԵԱՀ-ական դիրքորոշումը հայտնում Հարասլավիայի Դաշնային Հանրապետության 4-րդ կետով, Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ կապված կոնֆլիկտին 6-րդ կետն է, Վրաստանի մասով 15-րդ կետն է, Մոլդովայի մասով 18-րդ կետն է եւ Ռուսաստանի Դաշնության մասով 23-րդ կետն է։ Բոլոր այս կոնֆլիկտների մասով օգտագործումը, հանգուցալուծումը տեսնում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։ Առանձին կետ կա 20-րդ կետը, որը վերաբերում է Արցախին, որտեղ բացարձակապես խոսք չկա տարածքային ամբողջականության մասին։ Եվ սա բերել 2025 թվականին, ասել, որ 99 թվին դուք ճանաչել եք սրանով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չգիտեմ, նորմալ բառով դժվար է նկարագրել, այս են փայլուն, սուտնա ու մանիպուլյացիան, որն արվում է։ Հիմա ինչ վերաբերում է մնացածին։ Տեսեք, ես ուզում եմ այստեղ նորից հստակ լինի բոլորի համար, մեր հանրության համար։ Մենք այս խնդիրների մասին խոսելով, այս խաղաղության պայմանագիր կոչվածի հետ մտահոգություններ հայտնելով կողմ չենք պատերազմին։ Խնդրում եմ, մի մանիպուլացրեք մեր հասարակությանը եւ մի փորձեք դատանել այնտեղ։ Մենք շատ པարզ բան ենք ասում ենք, որ հատկապես վերջին 4 տարիների գործողությունները, իրադարձությունները, Ադրբեջանի կեցվածքը, ռետորաբանությունը չեն ներշնչում շատ հույս, որ իրանք իրական են ու անկեղծ են իրենց նպատակներում։ Սա շատ པարզ է։ Հակառակ դրան մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս միակողմանի զիջումները անդադար համաձայնել է իրենց պահանջներին առանց մեր ազգային շահերը առաջ տանելու։ Մենք գտնում ենք, որ մեր ազգային շահերից խոսելով, ու խոսքը այստեղ խնդրում եմ չի գնում մեծ հայքի Տիգրան Մեծի մասին, չընկնենք այդտեղ։ Չէ, այսօր մեր արժեվ ծառացած այն խնդիրները ու նաև աշխարհի համար հասկանալի։ Օրինակ, Արցախահայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալ։ Միանշանակ պետք է։ Սա միայն մենք չենք ասում։ Ինչի մենք սրանից չենք խոսում։ Իրատեսական է այս պայն, ոչ, միգուցե շատ իրատեսական չի, բայց արդյոք դա նշանակում է, որ ուրեմն չպիտի խոսենք, չեմ կարծում։ Դա մեր եւ բանակցային դիրքն ավելի ուժեղ դարձնում, եւ մեր արգումենտներն ավելի ուժեղ դարձնում։ Մնացած մասով, նույն գերիների մասով ասում եք մենք խոսում ենք։ Ես անկեղծ վերջին երևի 1 ամիսն է, որ լսել եմ արտաքին գործերի նախարարը ինչ որտեղ դրսում դրա մասին խոսի բարձրաձայնի։ Իհարկե հասկանում եմ կա նաև դիվանագիտական ոչ չերևացող աշխատանքը, որը պետք է, բայց նաև հրապարակայինն է, որը շատ կարևոր է։ Միջխորհրդարանական պատվիրակությունների այցերի եւ բաների ժամանակ
ես չեմ լսել իշխանական падգամավորների ելույթները այդ մասով։ Ինչ նախանգարում այս մասով ավելի ակտիվ լինել, բարձրաձայնել այս խնդիրների մասին։ Ինչի սա չենք անում, ումից ենք ինչ վախ։ Չէ, դա չի լուծումը, դա այն մյուս աշխատանքը պետք է արվի, բայց սա էլ է կարևոր։ Հատուկ ես նաև շեշտեցի նույն Մալթայում նախարարների ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի ժամանակ Արադ Միրզոյանը 5 րոպեանոց ելույթի հնարավորություն ուներ, որտեղ ոչ մի բառ չի հիշատակում գերիների մասով։ Ինչի եմ սա առանձնացնում եւ կարևոր, որովհետեւ ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը Մինսկի խումբն է ստեղծել, այդ մանդատն է տվել բանակցելու։ Մինսկի խումբը, այսինքն ԵԱՀԿ-ն միշտ այցելել են նաև Ստեփանակերտ, հանդիպել տեղի ղեկավարների հետ, ներառյալ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այսինքն իրանք տերորիստների հետ էին հանդիպում, ռազմական հանցագործների հետ էին հանդիպում, այսինքն սա շատ ուղիղ եւ հենց այն կարևոր տեղներ, որտեղ պետք է այս ամեն ինչից խոսալ եւ բարձրացնել։ Հիմա այս ամբողջ հարցերը որ չեն լինում, ինչպես ամփոփեք արդեն։ Հիմա այս ամբողջ հարցերը որ չեն լինում, այն մտավախությունները, մտահոգությունները, որոնք բարձրաձայնվում են, չեն փարատվում։ Մենք պարտավոր ենք մեր հանրությանը ներկայացնել այս ամեն ինչը։ Ու խնդրում եմ նորից ու պահանջում եմ չմանիպուլացնել սա, տանելով այս